Բարև ձեզ, ժողովուրդ ջան, այսօր ցանկություն ունեմ ձեր հետ կիսվելու մի շատ կարևոր թեմայի մասին, ընտրություններին ժողովրդի մասնակցության մասին։ Խոսքս ուզում եմ ուղղել Սպիտակի խոշորացված համայնքի մեր հարգելի բնակիչներին։ Խոսելու ենք մի բանի մասին, որը վերաբերում է մեզ բոլորիս, մեր երկրին, մեր համայնքին, մեր ընտանիքներին և մեր ապագային։ Ես խոսելու եմ որոշումից, քո որոշումից կամ քո փոխարեն ընդունված որոշումից։ Մենք հաճախ ասում ենք, ընտրություններով ոչինչ չի փոխվում, ու այդ միտքը մեզ տալիս է մի հարմար բան՝ չմասնակցելու արդարացում։ Բայց եթե մի պահ կանգնենք ու նայենք, ինչու մարդիկ չեն գնում ընտրության, կտեսնենք, որ պատճառները տարբեր են, բայց արդյունքը միշտ նույնն է։ Կան մարդիկ, որոնք ապահովված են, նրանց կյանքը կայուն է, խնդիրները հիմնականում լուծված են, և նրանք մտածում են, իմ կյանքը նորմալ է, ինչու մտնեմ այս կամ այն բանի մեջ։ Կան մարդիկ, որոնք հիասթափված են, տարիներով լսել են խոստումներ, տեսել են նույն պատկերները ու եկել են մի եզրակացության. ոչինչ չի փոխվում, իսկ եթե փոխվում է, միայն դեպի վատը։ Կան նաև մարդիկ, որոնք արդեն համոզված են, իշխանությունը ընտրություններով չի փոխվում, և իրենց համար ընտրությունը դարձել է ձևական գործընթաց։ Կան նաև մարդիկ, որոնք ասում են, ես իմ պարտքը պետության, երկրի հանդեպ ամբողջությամբ կատարել եմ ու շարունակում եմ կատարել։ Աշխատում են, հարկ են վճարում, աշխատատեղ են ստեղծում, մարդկանց են օգնում, ընտանիքներ են ապահովում աշխատանք տալով, սեփական երեխաներին են ճիշտ դաստիարակություն տալիս և այլն։ Եվ մտածում են, դա արդեն առավել քան բավական է, որպես քաղաքացի և հասարակության լիարժեք անդամ։ Կան նաև մարդիկ, որոնք պարզապես ժամանակ չեն հատկացնում ընտրություններին, գործ ունեն, միջոցառումներ ունեն, հանդիպումներ ունեն, ընտրությունը իրենց համար կարևորություն որպես այդպիսին չի ընկալվում, այն երկրորդական, երրորդական պատասխանատվության դաշտում է գտնվում, դա լավագույն դեպքում։ Եվ այս մարդիկ միասին մեր ընտրողների մոտ 50%-ը և ավելին են կազմում։ Կեսը, որը չի մասնակցում ընտրություններին։ Եվ սա ամբողջ ցուցակը չէ։ Դուք էլ կարող եք ավելացնել ձեզ այս ցանկում ձեր պատճառաբանությամբ, եթե ունեք նմանատիպ մտածելակերպ և չեք մասնակցում ընտրություններին։ Բայց այստեղ կա մի կարևոր հակասություն։ Ընտրություններին հիմնականում չեն մասնակցում հենց նրանք, ովքեր դժգոհ են օրվա իշխանությունից, ու այդ ժամանակ հարց է առաջանում. եթե դու դժգոհ ես, դա նշանակում է, որ դու ուզում ես փոփոխություն։ Բայց փոփոխությունը չի լինում չմասնակցելով, հարգելիներս։ Եթե չեք մասնակցում, ոչինչ չի փոխվելու։ Ես հաճախ հարց եմ տալի մարդկանց, որոնք չեն մասնակցում ընտրություններին կամ ցանկություն էլ չունեն երբևիցե մասնակցեն. ինչու որպես քաղաքացի չես կատարում քո քաղաքացիական պարտքը, գնալով ընտրության։ Ու գիտեք ինչ են ասում։ Ասում են նույնը. չեմ խառնվում, չեմ ցանկանում, չեմ հավատում, ես իմ պարտքը կատարում եմ, հարկ եմ տալիս, աշխատատեղ եմ ստեղծում, կամ ասում են ավելի շատ արդեն իրենց կյանքը որոշակի կարգավորած մարդիկ, մենք մեր աշխատանքով մի քանի ընտանիք ենք օգնում, հնարավորություն տալիս ապրելու։ Բայց հենց այստեղ է հակասությունը։ Մի պատկերավոր օրինակ բերեմ։ Հիմա մի պահ պատկերացրու, դու գումար ես աշխատում, քո քրտինքով, քո ժամանակով, քո ջանքերով, բայց գնում ես խանութ հագուստ գնելու ու քո համար հագուստը ուրիշն է ընտրում, որովհետև դու քեզ համոզել ես, ես ճաշակ չունեմ։
Կամ նստած ես ռեստորանում, ունես գումար, ունես հնարավորություն, բայց երբ գալիս է պատվիրելու պահը, քո փոխարեն ուրիշն է որոշում ինչ պատվիրել, ասենք կողքի սեղանի մարդ, որովհետև մտածում ես, ես չեմ հասկանում ինչ ընտրեմ։ Անտրամաբանական է, չէ՞ ժողովուրդ, բայց հենց սա ես անում, երբ չես գնում ընտրության։ Դու ստեղծում ես արժեք, ինչ-որ կերպ մասնակցում ես պետության կառուցման, զարգացմանը, անվտանգությանը, կապ չունի ով ոնց։ Բոլորս ինչ-որ կերպ ներգրաված ենք այդ գործընթացում, ըստ հնարավորությունների և կարողությունների։ Բոլորս։ Բայց ամենակարևոր հարցում ով է տնօրինելու, կառավարելու այդ ամենը, դու ասում ես, թող ուրիշը որոշի։ Ինչ է իրականում տեղի ունենում։ Եկեք մի պահանենք զգացմունքները ու նայենք մաքուր հաշվարկին։ Յուրաքանչյուր օրվա իշխանություն ունի իր հիմնական հենարանը։ Սա կազմում է մոտ ընտրողների 23%-ը։ Եվ այստեղ մի կարևոր բան։ Իշխանությանը ձեռնտու է, որ մասնակցությունը լինի ցածր, որովհետև նա արդեն ունի իր կայուն ընտրազանգվածը։ Նույնիսկ ամենաթույլ հասարակության շրջանում ցածր վարկանիշ ունեցող իշխանությունը արդեն 23%-ի վրա հենվելով կարող է ապահովել իր դիրքը, իշխանությունը, պահպանել իր իշխանությունը։ Եթե ընտրություններին մասնակցում է մոտ 50% ընտրողների, այդ 23%-ը դառնում է վերջնական ընտրությանը մասնակցողների թվի գրեթե կեսը։ Մնացած ձայները բաժանվում են տարբեր կուսակցությունների կամ դաշինքների միջև։ Մի մասը չի անցնում շեմը, այդ ձայները փոշիանում են, բայց իրականում դրանք վերաբաշխվում են ըստ առավելության։ Եվ արդյունքում ստանում ենք պարզ բանաձև։ Ցածր մասնակցություն, վարչական լծակներ, փոշիացված քվեներ, որը հավասար է իշխանության վերարտադրության, որը բավական վստահության կապիտալ չունենալով հասարակության շրջանում ընտրություններում հաղթում է։ Կրկնում եմ, պարզ բանաձևը, ցածր մասնակցություն, վարչական լծակներ, փոշիացած քվեներ, որը ի վերջո հավասար է իշխանության վերարտադրության, որը բավարար վստահության կապիտալ չուներ հասարակության շրջանում, կրկին վերընտրվելու, ասել է թե շանս չուներ։ Ինչ է փոխում ընտրություններից հետո։ Հիմա ամենակարևոր մասը։ Ընտրությունը, ժողովուրդ ջան, միայն այն մասին չէ, թե ով է գալիս իշխանության։ Ընտրությունը որոշում է, ինչպես է այդ իշխանությունը աշխատելու հաջորդ տարիներին։ Երբ մասնակցությունը ցածր է, իշխանությունը հասկանում է, որ իր արդյունքը ապահովել է մի փոքր խումբ, իր աջակիցներով և իր բնական լծակները օգտագործելով։ Եվ նա բնականաբար սկսում է աշխատել միայն այդ փոքր խմբի համար, քանի որ այդ 23%-ը հնարավորություն ունի ապահովել իր վերարտադրությունը։ Բայց երբ մասնակցությունը բարձր է լինում 60%, 65%, նույն իշխանությունը այլևս չի կարող աշխատել մի քանի մարդու համար։ Նա ստիպված է աշխատել բոլորի համար, լսել, հաշվի նստել, արդյունք տալ, որովհետև արդեն քո ձայնն էլ կա այդ որոշման մեջ։ Այո, քո ձայնը, որը ստիպեց, որ օրվա իշխանությունը մտածի նաև քեզ գոհացնելու մասին։ Բարձր մասնակցությունը ստիպում է իշխանությանը դառնալ պատասխանատու։ Այստեղ արդեն նաև կարող ենք խոսել բարձր լեգիտիմության մասին։ Լեգիտիմության իրական իմաստը հենց դա է, դու ես ապահովում։ Եվ հենց այստեղ է ամենակարևորը։ Մասնակցությունը միայն ընտրություն չէ, այն լեգիտիմություն ստեղծելու գործընթաց է։
Մասնակցելով դու լեգիտիմացնում եք պետության կարևորագույն գործընթացը։ Լեգիտիմություն եք տալիս իշխանությանը, նույնիսկ եթե դա նրան հարմար չէ, որ ընտրություններին բարձր մասնակցություն լինի։ Լեգիտիմություն եք տալիս ընդդիմությանը ստանալ իրական շանս իշխանության գալու, եւ ամենակարևորը, դուք հնարավորություն եք տալիս ժողովրդին իր ապագան փոխելու։ Ու հիմա հարցը քեզ. դու ում ես օգնում եւ չես գնում ընտրության։ Չգնալը չեզոքություն չէ, չգնալը արդեն ընտրություն է։ Ժողովուրդ, հարգելիներս, Սպիտակը փոքր համայնք չէ մեր Հայաստանի Հանրապետության չափանիշներով։ Սպիտակը ուժ է, մարդ է, հնարավորություն է, մենք կարող ենք ընտրել, մենք կարող ենք որոշել, մենք կարող ենք մասնակցել եւ պետք է մասնակցել, որովհետեւ հենց մասնակցելով մենք լեգիտիմություն ենք հաղորդում ընտրությանը։ Եվ այդ լեգիտիմությունը դառնում է հիմք ուժեղ պետության համար։ Այս անգամ գնա, ընտրիր, մասնակցիր, որ վաղը վստահ ասես. ես մասնակցել եմ, ես որոշել եմ, ես պատասխանատու եմ։ Մի բան հիշեք, պետությունը միայն իշխանությունը չէ, պետությունը դու ես, եւ երբ դու չես մասնակցում, քո տեղը դատարկ չի մնում, եւ այն միշտ լցվում է ուրիշով։ Այս ընտրությունը ոչ թե նրանց մասին է, այս ընտրությունը հենց քո մասին է, քո ընտանիքի, քո աշխատանքի, քո ապագայի մասին է։ Ու եթե դու չես որոշում, միշտ կգտնվի մեկը, որը կանի դա քո փոխարեն։ Այս անգամ թույլ մի տուր դա, գնա, ընտրիր, մասնակցիր, որ վաղը նայես ինքդ քեզ ու ասես. ես չլռեցի, ես մասնակցեցի, ես որոշեցի։ Այսքանը ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ուշադրության համար։